Հիմա մենք ազատագրում ենք անելու։ Մենք ազատագրելու ենք ամեն պիղծ ուժից քեզ, եթե դու ունես ինքդ ես առաջին ազատագրելու, հետո ես կաղոթեմ ձեր համար։ Սիրելիներս, դրա համար ես կխնդրեմ հիմա դու 4 քայլերը անես։ Ազատագրման 4 քայլերը, սիրելիս, ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, ես ասելու եմ հիմա բաներ ու դու կրկնես իմ հետ։ Դու կրկնելու ես հերթով այս 4 պունկտերը։ Առաջինը, ասա. Ես խոստովանում եմ հերթով սկսի թվարկել։ Ես խոստովանում եմ հերթով ու սկսի թվարկել այն բոլոր մեղքերը, հատկապես կախարդությունների հետ կապված։ Հատկապես եթե ինչ-որ կախարդության հետ է կապված, եթե ինչ-որ օկուլտիզմի հետ է կապված, հերթով սկսի խոստովանել ես։ Ասա, ես հերթով խոստովանում եմ այդ մեղքերը, անունները սկսի հերթով տուր։ Ասենք օրինակի համար, ասա շնության հոգին, խոստովանում եմ, որ մեդիում եմ կանչել, խոստովանում եմ, որ տարբեր պղծություններ եմ արել, հերթով անունները տուր, սիրելիս, հա։ Առաջի քայլն է, որ դու անում ես։ Հերթով սկսի անունները տալ։ Եթե բոլոր անունները տվեցիր արդեն, բոլոր այդ պիղծ հոգիների անունները տվեցիր, այդ քայլերը, որ դու արել ես, քո առած մեղքերը, պղծությունները, հիմա ասա ես ապաշխարում եմ Տեր Աստված այդ բոլոր քայլերից։ Երրորդը, եթե արդեն ասացիր, ասա ես հրաժարվում եմ այդ բոլոր քայլերից։ Հիսուսի անունով։ Փառք Աստծուն, եթե այդ քայլերն արեցիր, մենք հիմա անցնում ենք երկրորդ քայլին։ Որն է երկրորդ քայլը։ Դու պիտի ներես բոլորին, ներես ամեն մարդու, ով քո հանդեպ սխալ քայլ արել։ Դրա համար կրկնի իմ հետ, ասա ես հրաժարվում եմ եւ ներում եմ բոլորին, ով ցավացրել է ինձ կամ սխալ վարվել իմ հանդեպ։ Ես հրաժարվում եմ ամեն դառնությունից եւ ատելությունից։ Հիմա ասա հատկապես ներում եմ ու խնդրում եմ թվարկես բոլոր այն մարդկանց անունները, ովքեր որ քո հանդեպ սխալ քայլ են։ Հատկապես ներում եմ Աշոտին, Կարենին, Արսենին, Արմինեին, ինչքան անուն կա կարաս թվարկես առանց բացառության։ Հիմա սկսի անունները թվարկել այդ մարդկանց։ Իրանց բոլորի անունները պիտի տաս։ Բոլորի անունները դու սրտումդ հավատա, որ դու իրանց ներել ես։ Փառք Աստծուն, եթե արդեն տվեցիր, ես քեզ ժամանակ եմ տալի, որ բոլորի անունները տաս։ Եթե արդեն տվեցիր, հիմա ժամանակն է, որ Հիսուսին խնդրես, որ ազատագրի քեզ։ Հիմա ասա, ես շնորհակալ եմ քեզանից Հիսուս, որ դու խաչի վրա անես դարար, որ ինձ ազատես անեծքից։ Խնդրում եմ Հիսուս, ազատագրի ինձ։ Ամեն։ Եթե ես քայլն էլ արեցիր, հիմա անում ենք 4-րդ քայլը։ Հիմա պիտի քշենք դևերին։ Հիմա ես դիմում եմ ամեն դևերի, ասա իմ հետ։ Հիմա ես դիմում եմ ամեն դևի, որ ճնշում է իմ մարմինը։ Հիսուսի անունով քշում եմ ձեզ։ Հերթով սկսի ասել, օրինակ, եթե մտածում ես, որ շատ սուտ խոսալ ունես, ասա ստության դև դուրս արի, հիվանդություն ունես, ասենք քաղցկեղի դև դուրս արի, հերթով սկսի անունները տալ։ Հիսուսի անունով դուրս, Հիսուսի անունով դուրս։ Հերթով անունները տուր։ Հետո ես աղոթք կանում։ Փառք Աստծուն, եթե այդ քայլերն արեցիր, միգուցե արդեն ազատվեցիր, միգուցե ինչ-որ բան զգացիր։ Հիմա ես աղոթելու եմ ու ես եմ սկսելու հերթով հռչակել ու անունները տալ ու քշել իրանց բոլորին։ Դրա համար խնդրում եմ, ուղղակի ուշադիր լինես, ես հիմա լեզուներով կաղոթեմ, հետո կսկսեմ հերթով քշել անվանական։ Հալելույա երկնային Հայր, ես քեզ փառք եմ տալիս, սոր բարքա, զորանալ իրանց ամեն մեկի կյանքում Տեր։ Թող քո օծությունը լինի իրանց ամեն մեկի կյանքում Տեր։ Իրոք թող իրանք զգան ինչքան դու զորեղ ես իրանց կյանքում Տեր։ Թող հեռանա ամեն տեսակի սառնություն, ամեն քար սիրտ Հիսուսի անունով Տեր։ Ես հենց հիմա Տեր հռչակում եմ քո սուրբ կամքը իրանց կյանքերի վրա Տեր։ La Khoshamba lecha duna lesikai, aduna shema lecha andu alami khali kashai. Warre mashi dunasi khalasham, aduna khasimba lasi khalasham. Warre mushamba lasi kai akhodana lasi lakash. Հիսուսի անունով քանդված թող լինի ձեր իշխանությունը
ամեն մեկի կյանքից, ամեն մեկի ով լսում է այս եթերը, ամեն պիղծ հոգի, ես անիծում եմ ձեզ, քանդում եմ ձեր իշխանությունը ու ասում եմ դուրս իրանց կյանքերից Հիսուսի անունով, Ադոնախա շիմա լեխադայ, լեկո մաշեխա լուկա լամի խաշայ, լելա խոդին լուախա շեմ, լելո խոմբա լասի կարաշեմ, վախադինո սամ բոշանդե լասի կաշ, Հիսուսի զորավոր անունով, հիմա ես դիմում եմ ամեն դևի անվանական ու ասում եմ կախարդության դև, կռապաշտության դև, անհնազանդության ու բունտի դևեր, համառության դև, հպարտության դև, մեծամտության, էգոիզմի, դաժանության, սպանության դևեր, դուրս Հիսուսի անունով մարդկանց կյանքերից, ինքնասպանության, հիասթափության, լքվածության, ստրեսի, վախի դևեր, դուրս Հիսուսի անունով, ատելության դև, նախանձի, թուլության, ցավի, մոլորության, ամոթի, դատապարտության, մեղավորության, անցյալի, մտքի կառավարման, մոռացության, մերժվածության, տխրության, բարկության, չներման, սուքի դևեր, դուրս Հիսուսի զորավոր անունով, հուսահատության դև, նեղացածության դև, վշտի դև, անելանելիության դև, բամբասանքի դև, դեպրեսիայի դև, պանիկ հարձակման, դառնության, պղծության, այլասեռության դև, շնության դև, լկտիության դև, անառակության դև, ցանկության դև, մաստուրբացիայի դև, սեռական անմաքրության դև, դուրս Հիսուսի անունով, սխալ սեռական կողմնորոշման դև, պեդոֆիլիայի դև, զոոֆիլիայի դև, բոլոր պիղծ ֆիլիաների դևեր, դուրս Հիսուսի զորավոր անունով, կլավստրոֆոբիայի և բոլոր ֆոբիաներ բերող վախի հոգիներ, դուրս, սննկացման դև, թշվառության դև, աղքատության, անհաջողության, ժլատության դևեր, դուրս Հիսուսի անունով, ժառանգական անեծքների, գուշակության, ակուլտիզմի, կեղծ կրոնների, հերձվածությունների, անհավատության, կասկածանքների, կրոնական ավանդույթների, կապվածության, ամեն տեսակ կախվածության, խաբող, անեծքի, հիվանդության, երկակի մտածելակերպի դևեր, դուրս Հիսուսի անունով, շիզոֆրենիայի դև, էպիլեպսիայի, խուլու համր դև, ֆանտազիայի դև, կրիտիցիզմի դև, քաղցկեղի, արթրիտի, միգրենի դև, տրոմբոզի դև, փայտացման դև, հոգեկան հիվանդությունների դև, ասմայի, դիաբետի, ալերգիայի, սկլերոզի, կպչուն մտքերի, կպչուն վարքի, աբսեսի դևեր, գլխացավի դև, շատակերության դև, դուրս Հիսուսի անունով, դուրս եկեք ու էլ չվերադառնաք, բոլոր դևեր, որ գործում եք, լսողների ներսում, գլխում, աչքերում, ականջներում, կոկորդում, բերանում, կրծքում, ողնաշարում, մեջքում, թոքերում, փորում, ստամոքսում, դուրս Հիսուսի անունով, ներքին օրգաններում, սեռական օրգաններում, ձեռքերում, ոտքերում, արյան մեջ, ոսկորների մեջ, մկաններում, սիրտանոթային, նյարդային ու ոսկրային և մյուս բոլոր համակարգերում, դուրս Հիսուսի զորավոր անունով, բոլոր համառ դևեր, որ թաքնված եք ներկաների մարմնի ցանկացած մասում, դուրս Հիսուսի անունով, բոլոր լսողների շնչում թաքնված դևեր, դուրս բոլորի էմոցիաներից, սեռական բնավորությունից, աստվածապաշտությունից, մտքերից, ապրելակերպից, առողջությունից, հաջողությունից, ընտանիքներից, Հիսուսի զորավոր անունով, ամեն, ես ձեզ դուրս եմ վռնդում ու ասում եմ, այլևս չվերանդառնաք, Հիսուս Քրիստոսի անունով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը և Սուրբ Հոգու խաղաղությունը թող ամեն մեկիդ հետ լինի, Հիսուսի անունով, ամեն, ամեն, եղիր ազատ, Հիսուս Քրիստոսի անունով, եղիր բզզկված, Հիսուսի անունով, ամեն, ամեն, Տերը օրհնի ձեզ սիրելիներս, եթե ազատագրվեցիր, պահի սրբությունդ, բռնվի Հիսուսի ոտքերից, ու էլ երբեք պղծության մեջ չգնաս սիրելիս, որպեսզի ավելի չար բան չլինի քո հետ, Հիսուսն ասում է գնա ու էլ մի արա, որ ավելի չար բան չպատահի քո հետ, ու եղեք օրհնված, եղեք մաքուր ու սուրբ սիրելիներս, թող Աստված օրհնի ձեզ, եւ խնդրեմ քեզ, եթե դու ազատագրվեցիր, եթե դու ինչ-որ բան ստացար, եւ ինչ-որ բան քեզանից գնաց, դու զգացիր, որ դևը գնաց, սիրելիս, խնդրում եմ, եթե ազատագրվել ես, մի հատ պլյուս դիր, այսինքն գումարման նշան դիր, որպեսզի մենք հասկանանք, որ դու ազատագրվել ես, Տերը օրհնի քեզ, եւ ես քեզ մի բան եմ ուզում ասել, սիրելիս, եթե ազատագրվեցիր, կիսատ մնաց, ինչ որ մի բան այնպես չի,
մի անգամ էլ լսի սա, մի անգամ էլ լսի ու մի անգամ էլ մասնակցի ազատագրությունը։ Նույնպես կարող ես ուրիշներին խորհուրդ տալ, նույնպես այս ամեն ինչը վերցնել կարող ես եւ դու աղոթես ուրիշների համար, որ ազատագրվեն։ Պետք չի ազատագրման ծառայությունով զբաղվես, եթե այդ կոչում չունես Աստծուց, բայց ազատագրել կարող ես, ամեն մեկը կարող է։ Երբ որ տեսնում ես մեկը դիվարված է եւ կարիք ունի եւ խնդրում է, կարող ես ազատագրել իրան։ Պարտադիր չի ձեռնադրես, կարող ես ուղղակի օգնել անցնել ամեն ինչի մեջով եւ վերջում հռչակումներ անես իր վրա։ Հիսուսի անունով հռչակումներ անես։ Էնպես որ Տերը օրհնի քեզ, Աստծո օրհնությունը ձեր հետ, կհանդիպենք հաջորդ դասին։ Եղեք օրհնված։